Պարոն Գալստյան, սկսեմ Գավառի նստավայրից, Գեղարքունիքի մարզից եմ ես ինքս, Մարտունու դատարանը փակվեց, որ հենց Գավառի նոր նստավայրը կառուցվեր եւ այնտեղ արդեն դատական նիստեր իրականացվեին, բայց փաստորեն հիմա դատական գործ կա ըստ ձեր ներկայացված տվյալների եւ երբ է նախատեսվում այս դատարանի կառուցումը եւ գործարկումը։ Նաեւ դուք նշել եք, որ կատարողականում արկա են թափուր հաստիկներ եւ նաեւ տնտեսումներ են իրականացրել։ Թափուր հաստիկների մասով եմ ուզում ձեզ հարց ուղղեմ, ինչքան եթե ունեք տվյալներ էլի թափուր հաստիկներ դատական համակարգում ինչքան են, տվյալներ ունեք ներկայացնեք, մեկ էլ տնտեսումները ինչով են պայմանավորված։ Տեսեք այդ ավտոմեքենաների կրճատումը, որը որ պարոն Հարությունյանին էինք ուզում ուղղենք, նաեւ ձեզ ուղղեմ, որպես աշխատակազմի ղեկավար, ԲԴԽ-ում ավտոմեքենաների կրճատում իրականացվել է ծառայողական։ Շնորհակալություն հարցին։ Գավառի նստավայրի հետ կապված դեռևս 2023 թվականից այդ մրցույթը կայացել է, ունտեղ Քախշինի եւ տնտեսվարողի միջև շինարարի միջև խնդիր կա, որը դատական վեճի առարկա է դարձել։ Ես կարող եմ ուղղակի վերջի ակտը ձեզ ասել, որ մայիսի 14-ին վերաքննիչ դատարանում բեկամվել է առաջ Շիրազյանի ակտը ու նոր որոշում է կայացվել։ Այս պահին դեռ տեղեկություն չունենք բողոքարկվել է ակտը թե չէ վերադասությամբ։ Այդտեղ մենք ճիշտ ասած ոչինչ չենք կարող անել, քանի որ դատական process է։ Գումարը ամեն տարի հատկացվում է, չի օգտագործվում, գումարը հետագնում պետական բյուջե։ Մենք շատ շահագրգռված ենք, որ շուտ ավարտվի այս դատական process-ը ու շենքը կառուցվի, բայց խնդիրը սա է։ Կներեք էլի այդ տեսեք հանրության տեսանկյունից ինչ է ստացվում։ Դատարանի որոշմամբ կասեցվել է դատարանի կառուցման շենքը։ Այսինքն մնացած որ տնտեսվարողի եւ բանի միջև տնտեսվարողի եւ Քախշինի միջև արկա է վեճ եւ այլն, դա կորում է, ըստ էության մենք ունենում ենք արդյունքում իրավիճակ, երբ ըստ էության դատական ակտով կասեցվել է դատական շենքի կառուցումը, ինչը իմ կարծիքով չէ, տրամաբանական է իրավական գործընթացների տեսանկյունից, բայց մի փոքր ինչ-որ զավեշտի էլեմենտներ է պարունակում իր մեջ եւ մենք պետք է փորձենք հասկանանք ինչպես անենք, որպեսզի այս ընթացակարգը ավարտին հասցնենք եւ եթե չեմ սխալվում Գավառի դատարանի շենքը այն ամենա ոչ բարվայր վատ վիճակում։ Դե դա այլ կողմից էլ եթե նայենք, որ անգամ մեզ վերաբերող խնդիրները, պարոն Վարդանյան, էլի ցկցկվում են, էլի եթե process-ը ուրեմն պետք է համբերենք ու նորմալ process-ը ավարտվի, այսինքն չենք կարող ասել մեր դատական, մեր նստավայրի շենքն է, արագասեք եւ այլն, այստեղ էլ ապացուցում, որ մեր միջամտությունը բացարձակ չկա։ Շատ բարի, խնդրեմ շարունակեք։ Թափուր հաստիկների մասով, մեկ էլ տնտեսումների մասով։ Շնորհակալություն։ Թափուր հաստիկները միշտ ունենք, ծայրահեղ լուրջ վատ խնդիր է թափուր հաստիկները, ես միշտ անդրադարձել եմ այս ամբիոնից թափուր հաստիկներին, աշխատավարձներին, հոսունությանը, ցավոք դեռ ոչ մի խնդիր այդ մասով չի լուծվել։ Ավելի շատ ցանկացողներ լինում են, որ գան աշխատեն, բայց ընթացքում առաջարկներ է լինում իրանց բարձր աշխատավարձով ու գնում են ու անգամ մասնավորը դա խեղդում է տանում է, բայց պետական կառույցներում էլ էս խնդիրը կա, այսինքն բոլորովին վերջերս առաջատար մասնագետը իմ աշխատողներից մոտեցավ ինձ եւ ասաց ցանկանում է գնա, որովհետեւ այլ պետական կառույցում նույն պաշտոնին 2 անգամ ավել աշխատավարձ է ստանալու, եթե գնա։ Ես ուղղակի չեմ ուզում ասել այդ կառույցը որն է գործընկերային բայերից ելնելով, բայց կա։ Այսինքն պետական մակարդակով էլ խնդիր կա, հավասարություն չկա։ Նույն առաջատար մասնագետը, եթե գնա նույն պաշտոնի այլ կառույցում, բարձր աշխատավարձ է ստանում։ Հոսունությունը շատ մեծ է, հաստիկների թափուր մասով էլ, թվի մասով որ ասեմ, կարգադիշներում ունենք երևի շուրջ 100 հաստիկ, թափուր 660 հաստիկից։ Իսկ մեր ծառայողների մասով երևի մի 200-300 թափուր հաստիկ միշտ լինում։ Մշտապես։
բայց այդտեղ խնդիրը թափուր է, խնդիրը է իհարկե, բայց նաև որ գալիս են միջև հունի մեջ են մտնում, միջև սովորում են ինչ պիտի անեն, դատավորը կազմին է հարմարվում, կազմը դատավորին կամ աշխատակազմը եւ այլն ու գնում են։ Իսկ այստեղ աշխատանքի օգեգեն շատ են գնում այս մասը։ Պարոն Վարդանյան, պարոն Գալստյան, ուզում եմ հասկանալ, մենք այս առումով որևէ գործառույթ ունենք իրականացնելու, որպեսզի այս խնդիրը մենք ամեն տարի չխոսենք այս խնդրի մասին ու չառաջանա այս խնդիրը կոնկրետ։ Ձեզ երկուսիդ եմ էլ այս հարցը ճիշտ ասած մի քիչ շեղումը բան է։ Այս լռելու եւ չխոսալու քաղաքականությունը լավ բան չի անգամ։ Երջանկության մեխանիկայի այն ֆիլմը հիշում եմ, բան առանց մտա Արան Մերքուրն է հարցը բան։ Հիմա կներեք էլի։ Ամեն պետական մարմին, ստե բոլոր ներկա են մեր բլոկից, էլի, բոլորը գալիս են խոսում են ուսումնասիրության մասին։ Բոլորը պահանջում են աշխատավարձի բարձրացում, որպեսզի այդ ուսումնասիրությունը կանխեն։ Բոլորի մոտ հետագայում ուսումնասիրություն է։ Բոլորի մոտ հետագայում աշխատանքի ծավալների մեծացում եւ հաստիկների ավելացում։ Կներեք, բայց ոնց անենք մենք մի հատ գուցե մի օր իրար հետ կրոր սեղանի շուրջ նստենք, հասկանանք ինչա կատարվում։ Որովհետև ստացվում է մի իրավիճակ, երբ այդ կներեք իրավական պինգ-պոնգը, որ մենք սկսում ենք խաղալ, լավ բանի չի հանգեցնում։ Եվ մի ընդհանուր շեղում ունենք, պարոն Գալստյան ինչ թվում է մեր հետ կհամաձայնվի, այդ շեղումը հետևյալն է։ Մեր մոտ պաշտոնի ծանրությունից եւ պաշտոնական պարտականությունների հետ կապված վարձատրությունը խաթարված է եւ այդ խաթարումը մենք փորձում ենք հաղթարենք կամ պրեմիաների միջոցով կամ որևիցե այլ եղանակով, բայց հարցերը մնում են բաց։ Եվ չգիտեմ, ես առաջարկում եմ Տիկին Ղազարյանին, եթե հանձնաժողովը հետաքրքրված է, մենք կարող ենք մի հատ քննարկում ունենանք, մի հատ հասկանանք, էլի ով ինչքան է ստանում փաստացի, ոչ թե, որտեղ եթե նայում ենք 2014 թվականի այն օրենքը հայտնի, որով նախատեսված է այն աշխատավարձը, որ պետք է ստանանք, ստացվում է արդյունքում մենակ ազգային ժողովի պատգամավորներն են ստանում, այնքան ինչքան նախատեսված է օրենքով։ Մնացած բոլոր պաշտոնյաների մոտ ինչ-որ հավելավճարային այսպիսի անհասկանալի համակարգ կա, բայց ամենավատը այդ չի։ Վատն է, որ գալիս ենք ու շարունակում ենք խոսանք հոսունության մասին, եւ այդ հոսունությունը իրականում կա։ Ներեք, շեղեցինք, բայց ավարտեմ էլի ուղղակի շնորհակալ եմ շատ պարոն Վարդանյան, իրականում այդ հետաքրքրությունը կա ու օրեցօր այդ խնդիրը ավելի մեծ թափ է ստանում, ինչպես դուք եք նկատել։ Ես առաջարկում եմ դուք էլ ձեռնամուխ լինեք, որպեսզի այդպես ասած այդ խնդրի շուրջ հավաքվենք, խոսենք, հասկանանք ինչ ենք անում։ Շնորհակալ եմ։ Մենք շատ շնորհակալ կլինենք։ Այլ հարցեր Եթե չկան ես ձևակերպեմ հարցը, տեսեք, պարոն Գալստյան, ինչ օրենք ընդունում ենք, ասում ենք, նպատակը, շատ լավ որ Տիկին արտարդարության նախարարն է մեզ միացավ, նպատակը դատարանի բեռնաթափումն է։ Ինչ օրենք ընդունում ենք։ Էլ 1980 շանլափը լցնում են մեր վրա։ Էլ ասում են, ես ինչ եք անում։ Մենք ասում ենք, չէ, անհրաժեշտ։ Հիմա նայում եմ Վճռաբեկ դատարան ներկայացված բողոքների թվի էական աճ, վերաքննիչ քաղաքացիական դատարանի բողոքների եւ գործերի թվի էական աճ, բանի ավարտված գործերի տոկոսի նվազում։ Ուսենց շարունակաբար մենք ունենում նույն իրավիճակը վերաքննիչ վարչական դատարանում, չէ, վարչական դատարանում նվազում է տեղ ունեցել որոշակի առումով, բայց քաղաքացիական դատարանում այդ ավելացումը կա եւ մյուս հարցը, որ ես ամեն տարի տալիս եմ ու ամեն տարի այս հարցի պատասխանը ես չեմ կարող ստանալ։ Մենք ըստ էության ունենք մարզային դատարաններ, հա, որոնք քիչ թե շատ, ես չեմ ասում, ծավալային առումով իրանք նույնը պետք է լինեն, բայց համենայն դեպս ողոքարկման տոկոսի տեսանկյունից, ինչքան կներեք, բեկանման տոկոսի տեսանկյունից, ծանրաբեռնվածության տոկոսային տեսանկյունից եւ այլն, պետք է քիչ թե շատ համադրելի լինեն։ Մեր մոտ հիմա որ ուշադրություն դարձնենք բեկանման տոկոսները պլանավորված եւ իրական, ապա կտեսնենք, որ հսկայական տարբերություն կա տարբեր դատարանների մոտ։ Եվ ստեղ իմ կարծիքով, հենց դեպարտամենտի հարցը մեր պատասխանատվության տիրույթում էլ է հասկանալ, թե ոնց ենք պլանավորումը իրականացնում եւ ինչի հիման վրա օրինակ մի դատարանում այդ թիվը կարող հասնի մինչեւ 6% բեկանման պլանավորածը կամ իրականը
իսկ որոշ դատարաններում 0.2%, 0.8%, 0.4%, նույն դատարանների մասն է խոսքը, այսինքն նույն ատյանի, այսինքն նույն գործառույթներ ունեցող դատարանների մասն են խոսում։ Եվ այս հարցը պարբերաբար տալիս եմ եւ պարբերաբար մենք ունենում ենք նույն իրավիճակը եւ շատ կուզենայի որ մենք ունենանք հստակ բացատրություն սրա, էլի։ Օրինակ հեսա Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան, ուրեմն նախատեսվել է 0.6 տարեկան ճշտված պլանը, սա բեկանված դատական ակտերի թիվը կայացված դատական ակտերի թվում տոկոս 0.6 1.8 բայց 0.6-ը ոնց ենք ակնկալել հիմա մյուսն եմ նայում մյուս դատարանն ենք նայում ներեք Շիրակի մարզ օրինակ էլի Շիրակի մարզում 0.2% հաստացին 0.5 դնում ենք որտեղ է սա Լոռու մարզ հիշտ է շատ մոտ է 0.3-ա 0.4-ա փաստաթ եւ sense որ նայում ենք տարբերությունը ախր շատ մեծ է եւ սա որներ մի սա էլ ասեմ սնանկության դատարանի պարագայում թե սնանկության դատարանի պարագայում թիվը կանխատեսում է եղել 4.3 իրականում 1.72-ա այս թվերը ախր տրամաբանություն պետք է ունենան եւ հեսա էլ ասեմ հակ կոռուպցիոն դատարանի պարագայում 2.6-ը նախատեսված եղել փաստացի 5.6-ը այս հարցերի պատասխանը շատ կուզենայի որ դուք մեզ ներկայացնեք եւ երկրորդ եւ երրորդ հարցերն տամ մեկ անձից գնումը սա բոլորին եմ տալի այս հարցը ըստ էության ով նման արձանագրում ունի եւ ելի վերապատրաստումները ինչ են մեր մոտ քիչ գնում վերապատրաստման սա կարևոր հարցերից մեկն է Ժորժ ջան ասում եք մենք բան ատեստավորման միջոցով փորձում ենք աշխատավարձ բարձրացնել եմել վերապատրաստման համակարգը կամ անկերտ եկեք շիտակ նստենք ասենք լավը չէ դրա համար չեն գնում կամ պատասխանը փորձենք գտնենք իրար հետ միասին խնդրեմ պարոն Գալստյան շնորհակալություն մեկ անձից սկսենք պարոն Վարդանյան մենք տարվա մեջ ունենում ենք մոտ 1.5 միլիարդ մեկ անձից գնում դա հիմնականում մոտ 1.150 միլիոնը հայ փոստի ծառայությունն է մնացածը կոմունալ ծախսերն են գազ, էներգիա, ջուր եւ այլն ու կան որոշակի մեկ անձից գնումներ որ հեղինակային իրավունքի հետ է կապված ասենք մեր քաստ ծրագրավորողը մեր Մեսիս ընկերությունը, որը սպասարկում է, իր այդ պայմանագիրը կնքվում է մեկ անձից ելնելով հեղինակային իրավունքից ելնելով։ Այլ մեկ անձ գնումներ մենք կարելի ասել չենք ունեցել, հիմնականում հետ է եղել։ Մանր ինչ որ բաներ կարող է այդ կանխիկի չափականակով բան, որը որ մեզ տրված է մի քանի միլիոն տարվա շրջանակում կարող է այդ եղած լինի։ Երկրորդը վերապատրաստումները դատական ծառայողները մինչ օրս կարգավիճակ չունեն, այսինքն ոչ դատական ծառայող են, չենք դասակարգվել, ոչ էլ քաղծառայող են կոչվում։ Դրա համար մենք այդ մասով դեռ չունենք հստակ խնդիրը ոնց լուծենք, որ կարողանանք վերապատրաստման հարց լուծենք, վերապատրաստվում են դատավորները, գիտեք, Արդարադատության ակադեմիայում, վերապատրաստվում են կարգադիշները կրկին Արդարադատության ակադեմիայում եւ ունենք մի քիչ ֆինանսական հետևանք է մեր վրա, որը որ դատավորները ներքին գործերի նախարարության հետ պայմանագիր ունենք, որ վերապատրաստվում են զենքի օգտագործման կանոնների գծով, որ համապատասխան տեղեկանք ստանալուց հետո դիմում ենք ներքին գործերի նախարարությանը, որ զենք տրամադրեն։ Դա այդ մասով Գործերի կանխատեսումներով, պարոն Վարդանյան, ճիշտ է, ամեն տարի մենք խոսում ենք, ամեն տարի ես սենց կասեմ, որ մի բան եթե կանխատեսում է, պարոն Վարդանյան, մի բան եթե կանխատեսում է, մեթոդաբանությունը սենց է, վերջին 4 տարին նայում են, եթե դինամիկան աճով է, կանխատեսում են 10% գումարում են, դնում են կանխատեսման հիմքում։ Ու փաստը լինում է որ տարբերվում է։ Սրա դեմ մենք ոչինչ չենք կա, եթե ինքը, ասենք, այս տարի եղել է, ասենք, բարձր, ասենք, քանակի, շատ քանակի մուտքեր կամ փոխանցված գործեր, նայում են դատարանները, այս դատարաններն են այս հաշվարկանում, ներկայացնում են դեպարտամենտ։ Նայում են կանխատեսում է, որ դինամիկան դեպի աճ է, գումարում են, եթե նվազում է, հանում են, ներկայացնում են։ Այս թվերը էս է։ Ես առաջարկում եմ մենք փաստերով
նայենք, փաստերով առաջնորդվենք, որովհետև տեսեք, հիմա անցած տարի քաղաքացիական գործերով, որ փոփոխություն եղավ, նախորդ տարիների գործերը, որ նայել էին աճը 100,000-ավոր է, էլի կանխատեսում էին դրել, բայց հունվարից որ գործեց, արդեն մեծ տարբերություն է քաղաք գործերը, եթե նայեք։ Դա է դա։ Այսինքն իրանք կանխատեսելի չէր, այն դեպքում, որ հունվարին մենք ներկայացրել ենք բյուջեի հայտը փետրվարին, այդ ժամանակ կանխատեսելի չէր, որ օրենսդրական փոփոխությունը կարող է լինի ու մեծ թվերով մտելա ոնց որ ներկայացվել է։ Սենց բաներ կարող է լինի, բայց ես առաջարկում եմ փաստով առաջնորդվենք։ Պարոն Գալստյան, տեսեք, հիմա նայեք, փոխկապակցումը վեր ենք լուծում դատարանները, նույն գործառույթ իրականացնող դատարանների մոտ տարբեր 3 տարվա կտրվածքով ձևավորվել է տարբեր բեկանման տոկոսներ։ Դե կա լավագույն ցուցանիշ ու վատթարագույն ցուցանիշ, էլի ենթադրենք։ Հիմա գաղափարը հետևյալն է, այն դատարանները, որոնց ակտերը քիչ են մեկանում, նշանակում է, որ դա ավելի հիմնավոր է, ավելի պրոֆեսիոնալ է եւ այլն։ Երբ որ շատ են բեկանում, ուրեմն մենք խնդիր ունենք բովանդակային։ Հիմա տեսեք ոնց է այս թիվը կոռելացնում մեկ այլ թվի հետ։ Մնայեք, ընթերցում եմ։ Հատուկ պատրաստության դասընթացների դատավոր մասնակիցներ մարդ։ Նախատեսվել է 150 հոգի, 21-ն է գնացել։ Պատճառը տարբերությունը պայմանավորված է դատավորների ծանրաբեռնվածությունից ելնելով դասընթացներին մասնակցելու համար ժամանակ տրամադրելու անհնարինությամբ։ Հիմա ստացվում է հետևյալը, եթե մենք այն թիվը չենք վերլուծում, չենք հասկանում, Ժորժ ջան, այս դատարանում այսքան բեկանման տոկոս բարձր է, ակնհայտորեն բարձր է։ Գուցե մենք իրաց պետք է ուղարկենք վերապատրաստման։ Ես չեմ կարող գնալ վերապատրաստեմ, որտեղ ես ակտեր եմ ընդունում, ծանրաբեռնված եմ։ Բայց դու չգնաս վերապատրաստման, այս բանը շղթան չի։ Պարոն Վարդանյան, մենք չենք կարող ներողություն ստիպել։ Դատավորին ստիպենք, ասենք գնա վերապատրաստման։ Չէ, մենք չենք կարող ստիպել, բայց մենք եթե չենք կարող ստիպել դատավորին, եթե դատավորին ոչ ոք չի կարող ստիպել, մենք օրենքով կարող ենք դնենք պարտավորություն, որպեսզի համապատասխան վերլուծություն կատարեն։ Մենք չենք ստիպում դատական իշխանությանը կատարել գործողություններ։ Մենք ուզում ենք հասկանանք հետևյալը, մեր բեռը պատկերացրեք քաղաքական, որ ամեն ալարող, չալարող առավոտվանից երեկո քննադատում է մեզ դատական իշխանության պրավալների համար։ Ճիշտ է։ Մենք էլ ասում ենք հետևյալը, Ժորժ ջան, տեն չի ախր, էս ուզել են արել ենք, էս ուզել են արել ենք, էս ապավել են, էս ասել են արել, կնվազի գործերը, կնվազեցնենք։ Լիքը բաներ, լիքը օրենսդրական ակտեր կասեցել են, կանգնեցել են, որովհետև ասել ենք, մինչև դատական իշխանության հետ չքննարկենք, մինչև սրա էրգոնոմիկան չհասկանանք, չենք տանելու առաջ։ Եվ տենց ենք անելու, մենք այդպիսի աշխատանքով ենք գնում։ Բայց արդյունքում ստացվում է, ով ինչ թիվ ուզում գրում է, մեր լավ դատական, բարձրագույն դատական խորհուրդը, դատավորն ընդհանուր ժողովը, մենք, դուք, արդարադատության նախարարությունը, այս թվերը, այն արհեստական բանականության, այս գործիքների արկայության պարագայում որ կարա արագ վերլուծի, չի կարա մի հատ հանի հասկանա, որտեղ է խնդիրը, ինչի է մի դատարանում 1% բեկանվում ակտերը, մյուս դատարանում 10%, եւ եթե 10% է, այս սաղ շղթայական ռեակցիան առաջանում է դրանից։ Եվ սրանից նաև գալիս է այդ հոսանությունը եւ մնացած փոխկապակցված մեկ միասնական համակարգը։ Դες հասկանում պարոն Գալստյան, դուք այն սուբյեկտը չեք ում այս հարցերը պետք է դրվի, բայց սա միակ հարթակն է, որտեղ հնարավոր է այս հարցերը տալ։ Որովհետեւ այլ դեպքում մենք չենք կարողանալու շարժվենք առաջ։ Խնդրեմ, եթե իհարկե մեկնաբանություն ունեք։ Ես շնորհակալություն պարոն Վարդանյան։ Ես որքանով որ հիշում եմ, եթե չեմ սխալվում, տիկին նախարարը երևի կուղի հետո, եթե պլանային վերապատրաստման դասընթացներում ներառված են ու չեն գնում, որքանով որ հիշում եմ, դա վարույթ հարուցելու հիմք է, կարգապահական վարույթ հարուցելու հիմք է։ Այս մասով ես կարծում եմ կա լծակ։ Շնորհակալություն։ Շատ բարի, այլ հարցեր պարոն Գալստյանին չկան, շնորհակալություն պարոն Գալստյան, բայց շատ եմ խնդրում էլի արդյունքային ցուցանիշները մեր համար կարևոր են 2025 թվականի բյուջեի նախապատրաստման ժամանակ խնդրում եմ, էլի, տեսեք, որ մենք շատ ենք ուշադրություն դարձնում հենց այդ թվերին եւ հնարավորինս խնդրենք մեր դատական իշխանության գործընկերներին, որ ֆորմալ մոտեցում չունենան այս արդյունքային ցուցանիշներին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, ավելացնեմ պարոն Վարդանյան։ Մենք արդյունքային ցուցանիշներով նախորդ հանդիպման ժամանակ մեր հարգելի պատգամավորներից առաջարկեցին, որ այնտեղ մասնագիտացումները առանձնացված գրվի մարզերում ու
Երևանում, արդեն 25 թվականի հայտով, 25-ի հաստատված բյուջեով տենց ենք ներկայացնել։ Արդեն փոփոխված է, իսկ այդ կանխատեսումներով ավելի ուշադիր կլինենք, հասկացանք։